Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Իրանուշ Պապյանն եմ, հյուրս տնտեսագետ, տնտեսագիտական համալսարանի միջգիտակարգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանն է, պարոն Խաչիկյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Խաչիկյան, Իսրայելա-իրանական պատերազմը կարծեք թե դադարելու միտում չունի, խոսենք ընդհանրապես այդ պատերազմի արդյունքում կրած տնտեսական վնասներից, ինչպես է Իրան-Իսրայել հակամարտությունը ձեր գնահատմամբ նավթի գների բարձրացման վրա ազդում առհասարակ եւ հաշվի առնելով նավթի գների բարձրացումը Հայաստանի տնտեսության վրա ինչպիսի արձագանք է ունենում հաշվի առնելով որ վառելիքը ամբողջությամբ Հայաստանը դրսից է ներմուծում։ Ես կարծում եմ, որ Իրան-Իսրայել հակամարտությունը էական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, չնայած այն հանգամանքին, որ դեռևս դրսևորումներ չկան, խոշոր չափով, առայժմ չի երևում, տնտեսական կայունությունը առայժմ ստացվում է ապահովել, սակայն հետագայում ինչպես նավթի գների հնարավոր է նաև այլ ապրանքների տեսքով, օրինակ մեր շինարարության ոլորտում ցեմենտի բավականին մեծ մասնաբաժին մենք ներկրում ենք Իրանից, իսկ շինարարությունը Հայաստանի տնտեսության համար կարևոր ուղղություններից մեկն է եւ հնարավոր է այս առումով նույնպես առաջանան խնդիրներ։ Ամենայն դեպս լոգիստիկ բեռնափոխադրումների տեսանկյունից սահմանը բաց է, տեխնիկական կամ այլ խնդիրներ դեռևս չկան, սակայն բնականաբար հակամարտության ավելի երկար եւ ավելի ընդգրկուն լինելու պայմաններում դրանք միանշանակ կազդեն Հայաստանի տնտեսության վրա բացասական առումով։ Եվ Հայաստանը ընդհանրապես ինչ լոգիստիկ խնդիրներ է առաջանում Հայաստանի համար Իրանի տարածքով բեռնափոխադրումների մասնավորապես պարոն Խաչիկյան Բանդար Աբբաս նավահանգստի միջոցով իրականացվող առևտրի համատեքստում եւ որոնք են հիմնական այսպես խափանումների ռիսկերը այսօր։ Այդ խափանումների ռիսկերը ցավոք սրտի կան, պետք է նշել, որ մեծ առևտրաշրջանառություն չի առայժմ Հայաստանը Իրանի միջոցով իրականացնում դեպի այլ երկրներ, Իրանի հետ առևտրային ծավալները համեմատաբար մեծ են, բայց Իրանի միջոցով հիմնականում Բանդար Աբբաս նավահանգստով դեպի Հնդկաստան օրինակ եւ այլն այդ շրջանառությունը, ապրանքաշրջանառությունը մեծ չէ, սակայն այստեղ ուրիշ հանգամանք կա, մենք գիտենք, որ Հնդկաստանի հետ մենք այլ տիպի ռազմավարություն ենք ցանկանում կառուցել, ստեղծել, նաև անվտանգության տեսանկյունից եւ պետք է հաշվի առնել այսպիսի ռիսկերը նույնպես, որ բոլոր դեպքերում Իրանի միջոցով հաղորդակցությունը դեպի Ասիա, ոչ միայն Հնդկաստան, դեպի ասիական երկրներ կարող են առաջացնել որոշակի խնդիրներ։ Այս պահի դրությամբ Իրանի միջոցով դեպի այլ երկրներ նորից կրկնեմ, քանի որ առևտրաշրջանառությունը մեծ չէ, դրանց ռիսկերը մեծ չեն, բայց բոլոր դեպքերում անկախ ամեն ինչից չպետք է դիտարկել միայն առևտրաշրջանառության տեսանկյունից, որտեղ դա պետք է դիտարկել նաև ռազմավարական փաստաթղթերի կառուցման, դրանց մշակման տեսանկյունից, երկարատև ժամանակահատվածում խաղաղության տեսանկյունից, անվտանգության ապահովման տեսանկյունից, իհարկե տնտեսության շրջանակում նաև տնտեսական անվտանգությունը պետք է խստագույնս ուշադրություն դարձվի նմանատիպ դեպքերում, որտեղ մենք մշտապես իրանական ուղղությունը նաև 90-ական թվականներին համարել ենք ու Հայաստանի համարի նկատի ունեմ այդ բարդագույն ժամանակահատվածը տնտեսական անվտանգության տեսանկյունից մենք համարել ենք Իրանին, իրանական ուղղությունը եւ կարծես թե մարտահրավերներ են հիմա նկատվում այդ ուղղության շրջանակում ու կարծում եմ որ էական փոփոխության պետք է ենթարկել Հայաստանի տնտեսական անվտանգությունը եւ այդ մասով նաեւ Հայաստանի ընդհանուր անվտանգությունը։ Տեսեք, ինչպես է Բանդար Աբբաս ընդհանրապես նավահանգստի դերը կարևորվում Հայաստանի արտաքին առևտրում եւ արդյոք կան այլ ընտրանքային ուղիներ լոգիստիկ խափանումները ընդհանրապես որոշակի առումով մեղմելու համար։ Ընդհանրապես մեր սահմանները բաց են Իրանի եւ Վրաստանի ուղղությամբ, դա ակնհայտ փաստ է, բոլորս գիտենք դրա մասին եւ Վրաստանի ուղղությամբ նույնպես վերջերս խնդիրներ առաջացավ։ Հիմա եթե առաջանան խնդիրներ իրանական ուղղությամբ,
Մեր այլընտրանքը կարծում եմ ինչ որ չափով, եթե հնարավոր լինի այդ ուղղությամբ ռազմավարություն մշակել, դա Թուրքիան կարող է լինել ապագայում։ Եվ վարչապետի այցը Թուրքիա կարծում եմ ակնհայտորեն նաև դրա օրակարգը պետք է սպասարկի, կարծում եմ, որ այդ նմանատիպ հարցերը ներառված էին օրակարգային խնդիրների մեջ եւ այստեղ մենք այլընտրանք ուղղակի ամեն ինչ ապահովել օդային միջանցքով այն ինչ որ հիմա իրականացվում է Հայաստանի կամ ընդհանրապես Հարավային Կովկասի տարածաշրջանով, դա դժվար կլինի եւ տնտեսական անվտանգության եւ պարենային անվտանգության տեսանկյունից եւ Թուրքիայի հետ սահմանի բացման ես կարծում եմ աշխատանքները ավելի լուրջ ընթաց պետք է ստանան որպես այլընտրանք։ Տեսեք, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Օվերչուկը վերջերս հայտարարել էր, որ տարեվերջի դրությամբ Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառությունից կարող են կորցնել շուրջ 6 միլիարդ դոլար։ Ընդհանրապես, պարոն Խաչիկյան, սա ինչով է պայմանավորված եւ որքանով է այն օբյեկտիվ եւ ինչ պետք է անել նման կորուստներից առհասարակ խուսափելու համար։ Այլընտրանքներ մշակել որն է ճանապարհը։ Նախ սկսենք 6 միլիարդ դոլարի չափով նվազման այդ կանխատեսումից, այդպիսի հաշվարկների ինձ ոչ միտեղ չի հանդիպել, միգուցե իրենք ունեն ինչ-որ հաշվարկներ, հնարավոր է հիմնվում են ինչ-որ ռազմավարական գործողությունների վրա, որը ինձ հայտնի չէ, բայց եթե հաշվի առնենք վերջին հանդիպումները նաև պետությունների ղեկավարների մակարդակով, ի նկատի ունեմ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև, ապա ակնհայտորեն մեսիջը եւ շեշտադրումը այն էր, որ առևտրաշրջանառության ծավալները պետք է ավելանան եւ ունեն ավելացման միտում եւ ամբողջ քննարկումը այդ շրջանակում էր։ Հիմա ինչու պետք է նվազեն, դրա որևէ հաշվարկ ես չեմ տեսել, չեմ հանդիպել, ենթադրում եմ հնարավոր են դրանք ունենան որոշակի աշխարհաքաղաքական ուղղություններ, օրինակ ավելի շատ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական հաշվարկներով պայմանավորված հայտարարություններ են, պարոն Խաչիկյան։ Եթե դա այդպես լինի, ապա անհրաժեշտ է, որ մեր քաղաքականություն մշակողները լուրջ քայլեր ձեռնարկեն, չեմ ուզում հավատալ, որ դա այդպես կլինի, աշխարհաքաղաքական միտում կունենա, պարզապես վերջին նաև գործընթացները Վրաստանի տարածքով մեր ապրանքաշրջանառության հետ կապված բախվում են խնդիրների եւ մշտապես փորձագիտական հանրույթում այդ գաղափարը, այսպես ասած, շրջանառվել է, որ ԵԱՏՄ-ի հետ մենք հարաբերվում ենք երրորդ երկրի միջոցով, դա Վրաստանն է եւ ընդամենը մեկ հաղորդակցության ուղի միջոցով, Լարսի անցակետի միջոցով, եւ այդ հսկայական տարածքի միջոցով հաղորդակցվել այլ երկրի տարածքով, դա ուղղակի որոշակի պահի կարող է բերել խնդիրներ։ Եվ իսկապես մենք այսօր արդեն բախվում ենք այդպիսի խնդիրներին։ Կոնյակի խնդիրը, ծաղիկների արտահանման հետ խնդիրը, հասկանալի է, որ իսկապես կա։ Հիմա դա կապված է վարչարարության հետ, դա կապված է օրենսդրության հետ, դա կապված է Վրաստան-Ռուսաստան փոխգործակցության հետ, բոլոր դեպքերում առայժմ ի վնաս Հայաստանի է։ Եվ այս խնդիրը պետք է լուծել ավելի լայն համատեքստում, բնականաբար Հայաստան-Ռուսաստան փոխգործակցությունը բավարար չէ այս խնդիրը լուծելու համար, այստեղ Հայաստան-Վրաստան եւ Վրաստան-Ռուսաստան փոխգործակցության անհրաժեշտությունն էլ կա, ինչ չափով մենք կարող ենք ընդգրկվել նմանատիպ գործընթացների մեջ, երրորդ երկրների հետ ենթադրենք Ռուսաստանի փոխգործակցությանը, որը կնպաստի մեր տնտեսական անվտանգությանը, կարծում եմ դա լուրջ դիվանագիտական, նաեւ տնտեսական դիվանագիտության շրջանակում արձարծվող հարց է եւ մենք պետք է աստիճանաբար պատրաստվենք դրան։ Բազմիցս խոսվել է տնտեսության բազմազանեցման մասին, բազմիցս խոսվել է այլընտրանքային ուղղությունների մասին, ցավոք սրտի դրանք շատ չեն, որքան էլ որ մենք փորձենք ենթադրենք այլընտրանք գտնել օրինակ Եվրամիությունում, օրինակ ասիական երկրներում, արաբական երկրներում եւ այլը, հաղորդակցության հետ կապված հնարավորությունները մեր երկրի համար շատ չեն։ Եվ ես նորից պետք է շեշտեմ, որ հնարավոր տարբերակներից մեկը եւ գուցե ամենահավանականը դա առայժմ Թուրքիայի հետ կապված հաղորդակցության ուղիների եւ արտաքին քաղաքական հարաբերությունների հստակեցման հետ կապված հարցերն են։ Պարոն Խաչիկյան, քանի որ անդրադարձանք հենց կոնյակով բեռնված այդ բեռնատարների, խնդիրը տևական ժամանակ է չի լուծվում ու որևէ հոդաբաշխ բացատրություն չկա, թե ինչու են այդ կոնյակով բեռնված մեքենաները կանգնած ըստ էության ամիսներ շարունակ
ինչ է տեղի ունենում, ինչու չի տրվում պատասխան։ Տեսեք, երբ առաջին անգամ այդ ընկերությունների ղեկավարները հավաքվեցին Վրաստանի դեսպանատան մոտ, այն ժամանակ էկոնոմիկայի նախարարը ազգային ժողովում ելույթ ունեցավ, ասաց, որ հասկանում է նրանց, կիսում է նրանց մտահոգությունները եւ որ առաջիկայում թերևս ինքը կմեկնի Վրաստան, երկու երկրների համապատասխան գերատեսչությունները կհանդիպեն խնդրին արագ լուծում տալու համար։ Սա էլ տեղից չի շարժվում, ինչու՞։ Կարծում եմ մեր կողմից անհրաժեշտ բոլոր քայլերը արվում են։ Մենք գիտենք, որ կա նաև չեղարկված այց վրացական կողմից, որ պետք է լիներ Հայաստան, բայց չեղավ։ Այստեղ գիտեք, մի նաև խնդիր կա, ամբողջ աշխարհում, հատկապես մեր տարածաշրջանում մեծանում են անորոշությունները։ Ցանկացած հարց արդեն հաղորդակցության հետ կապված տնտեսական հարաբերությունների, երկարաժամկետ ռազմավարական պլանավորման, նախկինում այն ինչ որ իրականացվում էր, ինչպիսի փաստաթղթային հենքվոր ուներ, կարծես թե դրանք աստիճանաբար դառնում են երկրորդական եւ տվյալ պահին իրավիճակային լուծում է անհրաժեշտ։ Հիմա իրավիճակային լուծման հետ կապված ես որքանով որ տեղյակ եմ Հայաստան-Վրաստան հարաբերությունների որոշակի գործընթաց կա, նաև տեղի ունեցավ վարչապետի աշխատակազմի կողմից կազմակերպված հայ-վրացական ռազմավարական գործընկերության երկօրյա կոնֆերանս, բավականին լուրջ քննարկումներ տեղի ունեցան, բայց որքանով են այդ քննարկումները դառնում գետնի վրա փաստաթուղթ եւ նպաստում տնտեսական հարաբերությունների նորմալացմանը, դա խնդրի մյուս կողմն է եւ նորից կրկնեմ, սպասողական վիճակը եւ անորոշությունները աստիճանաբար մեծանում են եւ ցավոք սրտի դրանք առայժմ ունեն մեծանալու տենդենս։ Որովհետեւ գիտենք հիմա արդեն անմիջապես ազդեցություն է ունենալու այս իրավիճակը նաեւ գյուղատնտեսության վրա։ Խաղողի մթերում, հատկապես Ծիրանի հետ կապված խնդիրներ, պարոն Խաչիկյան, որ Հայաստանը ամեն տարի բախվում է եւ այս տարի էլ այդ բացառությունը չէ։ Հիմա եթե ամեն տարի բախվում է եւ այս տարի այդ բացառությունը չէ, նշանակում է անընդհատ կրկնվող, այո, մենք ունենք այդպիսի խնդիրներ եւ այդ խնդիրների շարքը լուծելու համար առաջին հերթին մենք պետք է ընդլայնենք համագործակցության շրջանակները, փորձենք գտնել այլընտրանքներ, իսկ այլընտրանքը տարածաշրջանի երկրների միջոցով է լինելու։ Առանց տարածաշրջանային երկրների այլընտրանք գտնելը դա խնդիր կառաջացնի, լրացուցիչ ու այլ խնդիրներ կառաջացնեն։ Տեսեք, պարոն Խաչիկյան, եթե նորից վերադառնանք Կովերչուկի հայտարարությանը, հայտարարություններին, ընդհանրապես դուք այդ հայտարարություններում չեք տեսնում այսպես սպառնալիք, խնդիր, որ Ռուսաստանը կարող է օրինակ միանալ Հայաստանի, այսպես ասած, շրջափակմանը։ Չէի ցանկանա այդպես գնահատել, բայց բոլոր դեպքերում դրա ռիսկերը կան, ակնհայտ է, որ դրա ռիսկերը կան, միգուցե Ռուսաստանը ոչ իր նպատակներից ելնելով, այլ ուղղակի ավելի քիչ տարբերակների պատճառով է գնում նման քայլերի, չգիտեմ, Հայաստանի հետ փոխգործակցությունը միգուցե իսկապես չի ստացվում Վրաստանի միջոցով, չի ստացվում Ադրբեջանի միջոցով, Ադրբեջանը համառորեն խաղաղության խաչմերուկը այսպես կյանքի չի կոչվում, որտեղ այդ պարագայում նույնպես դեպի Ռուսաստան, դեպի ԵԱՏՄ մենք հնարավորություն կունենանք որոշակի մուտք։ Վրաստանում նույնպես խնդիրներ են առաջանում Եվրամիության հետ կապված, հաղորդակցության հետ կապված, միջին միջանցքի տրամաբանության հետ կապված, հյուսից հարավը կարծես թե Իրանի պատճառով ինչպես Ադրբեջանի տարածքով որոշակի խնդիրներ է առաջանում, այսինքն այդ նախագիծը նույնպես կարող է հետաձգվել։ Մենք նույնպես խնդիրներ ունենք երկրի ներսում ենթակառուցվածքների սակավության, հաղորդակցության ենթակառուցվածքներ, օրինակ Մեղրից մինչև Բագրատաշեր մենք հաղորդակցության լուրջ խնդիրներ ունենք եւ միջազգային չափանիշներին համապատասխան այս հյուսից հարավ ավտոմայրուղին ակնհայտ է, որ դրա դերը հենց այս պայմաններում կարող է այդքան մեծ չլինել հաշվի առնելով Իրանում իրականացվող գործողությունները, պատերազմական գործողությունները, բայց դրա անհրաժեշտությունը գոնե մեր Հայաստանի ներսի համար հսկայական մեծ է եւ նմանատիպ ենթակառուցվածքներ նույնպես մենք զարգացնելու խնդիր ունենք։ Անընդհատ շեշտադրում պետք է կատարվի, հատուկ ուշադրություն պետք է կատարվի հեռավար ենթակառուցվածքներին, հեռավար աշխատելու հնարավորություններին, բնականաբար տեղեկատվական տեխնոլոգիաների, մենք բազմիցս քննարկել ենք այդ հարցերը, ռազմավարական բազմաթիվ փաստաթղթեր ունենք, բայց մեր խնդիրներից մեկը նաև այն է, որ ռազմավարությունից դեպի ներքև տեղական մակարդակներում, տարածքային մակարդակներում դրանց իրականացումը այսպես
Մեծ արդյունավետություն չի ապահովում։ Պարոն Խաչիկյան, մենք բազմիցս ձեզ հետ հնարավորություն ենք ունեցել այս տարիների ընթացքում զրուցել, երբ օրինակ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված շատ ռելոկանտներ էին Հայաստանում հայտնվել դրա տնտեսական հնարավորությունների մասին եւ հիմա մենք Իրանից այսպես հոսք ունենք, արդեն անշարժ գույքը որոշակի ակտիվություն է հնարավոր ցուցաբերում եւ այլն, ինչ հնարավորություններ կան, որ Հայաստանը գոնե այս մակարդակում պետք է կարողանա օգտվել եւ ինչ սպասել այս դեպքում։ Այս տեսանկյունից մեծ են ինչպես հնարավորությունները, այնպես էլ ռիսկերը, որովհետև Իրանի հետ կապված 80 եւ ավելի միլիոն բնակչությամբ երկիր, որը իր շրջակայքի մյուս պետությունների հետ կապված որոշ երկրների առումով ունի նաև բարդ հարաբերություններ եւ այս հոսքը կարող է դեպի Հայաստան մեծանալ, հաշվի առնելով էթնիկ, հաշվի առնելով կառավարման հետ կապված առանձնահատկություններ, այստեղ կան նաև ռիսկեր։ Մենք ռելոկանտների առումով ենթադրենք Ռուսաստանի Դաշնությունից կամ այլ երկրներից, երբ որ ընդունում էինք այդպիսի մասնագիտական հոսքեր, նրանք փոխկապված էին, այսպես անվանենք, արևմուտքի հետ, իրենց աշխատանքի եւ մասնագիտական բնույթով։ Իրանը համեմատաբար ավելի մեծ չափով է փակ պետություն եղել եւ նրա փոխկապվածությունը արտաքին աշխարհի, հատկապես արևմուտքի հետ, շատ ավելի սահմանափակ է եղել։ Եվ այդ առումով նրանց մուտքը Հայաստան ինչի պետք է նպաստի, որքանով կավելացնի նրանց աշխատանքի արտադրողականությունը Հայաստանի միջոցով դեպի արևմուտք կամ այլ երկրներ, դա դեռևս քննարկման հարց կարող է լինել, միգուցե անշարժ գույքի շուկայում, միգուցե գյուղատնտեսության ոլորտում, հնարավոր է աշխուժություն լինի, բայց այն էֆեկտը, որ կար Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության շրջանակում, մենք չենք ունենա Իրանի պարագայում, մենք կունենանք միգուցե տնտեսական էֆեկտ, բայց այլ ուղղությամբ, ոչ տեխնոլոգիական, որը նույնպես իհարկե անհրաժեշտություն կա կառավարելու եւ բավականին լուրջ զարգացման ծրագրեր ունենալու, բայց դրա համար նախ եւ առաջ անհրաժեշտ է կանխատեսել երկարատևությունը հակամարտության, որը կարծես թե բավականին լուրջ անորոշության մեջ է առայժմ։ Պարոն Խաչիկյան, երբ նշում եք 80 միլիոն, նշանակում է կա մտավախություն, որ շատերը կփորձեն Հայաստանում հաստատվել եւ այս առումով խնդիրներ կարող են առաջանալ։ Իհարկե կարող է լինել։ Միգրացիոն գործընթացները ամբողջ աշխարհում մենք գիտենք ինչպիսի ռիսկերի են բախվել սկզբնական փուլում, չկառավարվող ենթադրեն գործընթացների ժամանակ։ Իհարկե դրանք նաեւ ունեն դրական էֆեկտի նշանակություն, բայց բոլոր դեպքերում այնպիսի բնակչության այնպիսի զանգվածները, որոնք կրթության հետ կապված կամ որոշակի արդյունք ստեղծելու հետ կապված Հայաստանում չեն կարող ներկայացնել որոշակի մեծ արժեք եւ այդպիսի բնակչության ներհոսքը դեպի Հայաստան ավելի շատ խնդիրներ կարող է առաջացնել։ Իհարկե հնարավորինս մենք պետք է փորձենք որպես միջազգային սուբյեկտ Հայաստանը առաջնորդվի միջազգային օրենքներով, միջազգային նորմերով եւ կանոնակարգի կանխարգելի կամ ընդունի միգրանտներին այդ շրջանակում, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ մեր ենթակառուցվածքներն այդ առումով կատարյալ չեն եւ հատուկ ուշադրություն պետք է դարձնել այո սահմանային անցակետերում նման հոսքերը կարգավորելու առումով։ Շնորհակալ եմ պարոն Խաչիկյան զրույցի համար։ Առաջինի տաղավարում զրուցում էի տնտեսագետ, Պետական տնտեսագիտական համալսարանի միջգիտակարգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանի հետ։ Կհանդիպենք։